Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 22-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Միացյալ Նահանգներից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ինչ է ասել։ Պուտինը Տրամպին է հանձնել նրա դիմանկարը և ասել, որ աղոթել է նրա համար ընտրապայքարի ժամանակ, երբ կրակեցին նրա վրա։ Երբ Տրամպի վրա կրակել են, Պուտինը գնացել է տեղի եկեղեցի, հանդիպել քահանայի հետ և աղոթել նրա համար։ Ես այդ ուղերձը փոխանցեցի Տրամպին և հանձնեցի նկարը։ Դա նրան այնքան հուզեց, ասել է Ուիթքոֆը։ Պատկերացնում եք, ժողովուրդ ջան, այսինքն ոնց է Պուտինը կարողացել իմանալ դիմացինի վարքագիծը, դե KGB-շնիկ Պուտինը ոնց կարար չիմանար, որ իմանա այնպես հուզիչ ինչ անի, ասի ես քո համար աղոթել եմ, նա էլ մի հուզվի, այնպես ոնց է ինքը հուզվել, ասենց սենտիմենտալ բաները Ամերիկայի նախագահի համար, այսինքն դա ինչ է, էլի որ աղոթել է քո համար, վայ, կյանքիս համար ինքը ողջ է մնացել, որովհետև Պուտինն աղոթել է։ Եվ որ դրանով որ լներ, փառք է, կասենք լավ, ոչինչ, բայց հիմա շարունակությունը նայեք, ինչ է ասում նույն Սթիվ Ուիթքոֆը։ Պուտինը շատ խելացի է։ Մեկն ինձ աշխատակազմից ասաց, թե դուք պետք է նայեք, քանի որ նա KGB-ի նախկին աշխատակից է։ Ես ասացի, լավ, ինչ եզրակացություն։ Դե նա KGB-ի նախկին աշխատակից է, նա կարող էր փորձել մանիպուլյացիայի ձեզ ենթարկել հանդիպումների ժամանակ։ Ես ասացի, լսիր, հին ժամանակներում KGB-ում գնում էին միայն երկրի ամենախելացի մարդիկ։ Նա գերխելացի է, լավ։ Դուք չեք ցանկանում դա ընդունել, ես դա նրան ի պատիվ եմ դնում և ընդունում, ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Դուք պատկերացնում եք, ասենց սեր KGB-ի նկատմամբ, Ռուսաստանի մի կերպ հասկացանք, Պուտինը մի կերպ հասկացանք, KGB-ի նկատմամբ սենց սեր, հետ խորհրդային երկրների քաղաքացիների համար, ես չգիտեմ, որ ասում է, էսելու պլծե հմի էտա, պատկերացնում եք, մեզ չեմ իմացել, որ սենց KGB ամենախելացիներն են գնում, և սենց հիացած են Ամերիկայի Միացյալ Նահանգներում KGB-ի հետ կապված։ Ես էլ փաստորեն այս ամբողջ ընթացքում ասում էի Սերժ Սարգսյանը KGB-ի գործակալ է եղել Նարիմանով անունով, մականունով։ Ինձ թվացել է ես ներկայացրել եմ, թե ում հետ գործ ունենք։ Պարզվում է դա կոմպլիմենտ է, ժողովուրդ ջան, այդ կրակվածին կոմպլիմենտ ենք արել։ Ասել ենք, բա պատկերացնում եք ինքը ինչքան խելացի է, KGB-ի գործակալ է եղել։ Ժողովուրդ ջան, չգիտեմ։ Ու գիտեք ինչն է նաև պատճառը, էս էլ երևի մտածեք, էս էլ իրանցն է այդ ճկունությունը իբր թե։ Շատ են Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև պաշտոնական մակարդակով տարբեր հանդիպումներում, անգամ կոնգրեսում հարցեր են տալիս պաշտոնյաներին, որ եթե գործակալը լներ Տրամպը KGB-ի, իրան ինչպես կպահեր։ Ու այդ բոլոր այդ վարքագծային բաները շարում են բոլոր գործողությունները, չնայած դրանք անուղղակի ապացույցներ են, որովհետև դե հիմա դրանով ոչ էս ապացույցի գործակալ եղել է թե չէ։ Բայց այս վերջերս մամուլը ողողած էր, որ կոնկրետ փաստեր էր նշած, որ Դոնալդ Տրամպին ոնց են հավաքագրել, KGB-ն ոնց է հավաքագրել, դե իհարկե այդ փաստերն էլ մենք ինչ գիտենք, թե այդպես է, թե այդպես չի։ Բայց առանձնապես չի հերկվել դա, բայց ուղղակի ուրիշ խնդիր է առաջացել։ Երևի մտածում են ուշ թե շուտ ջրերես է դուրս գալու այդ համագործակցությունը Տրամպի և KGB-ի։ Քանի դուրս չի եկել, բերեք գովենք, որ ասենք ամենախելացիներն էին KGB-ի հետ համագործակցում։ Ժողովուրդ ջան, ուրեմն Տրամպն էլ է խելացի, որ խելացի չէր, ինչի պետք է իրան հավաքագրեին, կգնային եսիմում կհավաքագրեին։ Հա, փաստորեն դա կոմպլիմենտ է, ժողովուրդ ջան, այսինքն համարելով, որ անխուսափելի է, դա ջրերես է դուրս գալու, արդեն որոշեցին ի սկզբանե գով կանեն KGB-ի։ Իհարկե մեր զարմանքը պատկերացնում եք, չէ՞, թե ասենքն հիմա արդեն նույնիսկ չգիտենք, փաստորեն դա բացասական չի, հա, աշխարհի ամենաժողովրդավարական երկրի համբավ ունեցող
պետության պաշտոնական ներկայացուցիչը նշում է KGB-ի հետ կապված այն դեպքում, երբ որ աշխարհում ինչքան սպանություններ ա եղել, ինչքան ահաբեկչական գործողություններ ա եղել, քանի երկրում են փոխել իշխանությունը, ոնց են կատարել որոշակի գործողություններ, ինչեր են արել, քանի երկրում ասենք իրանք որոշում են կայացել, որ պետք է իրանց մարդը ելնի, ինչ ասեք, որ չեն արել, եթե KGB-ի մասին ասենք դնեք բոլոր գրառումները հավաքեք, մի 50 տարի ասեք չի վերջանա։ Եվ փաստորեն Ժողովուրդ ջան, այդ մարդիկ շատ բարի գործով են զբաղված եղել, այդ խելացի մարդիկ։ Իմանանք։ Սիրիայի իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին դատավարության համար։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմադ ալ-Շարային։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է. Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ։ Իհարկե հաշվի առնելով, որ Բաշար Ասադի հետ կապված Ռուսաստանը ինչպիսի գործընկեր էր, ռուսական զորքը պահում էր Ասադին, չէին էլ թաքցնում, որ դրա համար էր զորքը բերած, հետո Ասադը փախավ գնաց Ռուսաստան, որից հետո հիմա խնդիր է առաջացել, Ռուսաստանը ցանկանում է նոր իշխանությունների հետ աշխատի, գոնե կարողանա իր բազան պահի, ոչ թե այդ բազան պահի, որ այլևս սիրիական իշխանությանը պահի, այլ գոնե տարածաշրջանում ինքը ներկայացված լինի։ Այդքան հեշտ չի այդ բանակցությունները, բայց բանակցությունների ընթացքում, քանի որ անգամ նոր իշխանությունները Սիրիայի ասել են, որ կմտածենք բազայի հետ կապված, ինչը մի հատ էլ ցույց տվեցին, որտեղ մարդասպանություններ էր, տարան մտցրեցին այդ բազայում, մարդկանց փրկեցին գենոցիդից, ցեղասպանությունից, այդ էլ ներկայացեցին որպես դրական, բայց մեկը խնդիրը դա չէր։ Հիմա նոր իշխանությունները Սիրիայի, իսկ դա թուրքական իշխանություններն են, Ռուսաստանին ասում են Բաշար Ասադին հանձնի։ Եթե Բաշար Ասադին չհանձնես, ուրեմն մոռացի, որ դու կարաս մեզ համար գործընկեր լինես։ Բայց եթե որևէ դիկտատորի Պուտինը հանձնի, Պուտինը դա խայտառակ կլինի աշխարհով մեկ, որովհետև Մոսկվան հիմա դիկտատորների հանգրվան է։ Անպայման չի Մոսկվան։ Ցանկացած ռուսական քաղաքում իրանք կարող են որևէ երկրի դիկտատորի տանեն տեղավորել։ Այսինքն դուք պատկերացնում եք, դա Պուտինի համար ինչ հարված է, որ ինքը դիկտատորներին տեղ չի։ Նա մարդկանց ասում է գնացեք հանգիստ, թալանեք, սպանեք, ոչնչացրեք, երբ որ կավարտեք, կփախնեք, կգա ես ձեզ տեր եմ։ Բա ո՞նց կարա ինքը իր գործակալներին տեղ չլինի։ Հիմա Պուտինը իսկապես վտանգի առաջ է կանգնած եւ պատահական չէ։ Սա շատ հանգիստ կարող էին նաեւ թուրքերը արած լինեն ռուսներին փաստի առաջ կանգնացնելու։ Դե որոշում կայացրու, կամ ընդունում ես Թուրքիայի կրոնը, Ասադին հանձնում ես ու բոլորը տեսնում են, թե դու ինչ արեցիր, կամ եթե չես հանձնում որևէ պատճառով, ուրեմն մեր հետ գործընկերության հարաբերություններ հաստատել չես կարող։ Էդ էլ ուղղակի մենք նկատի ունենանք, որ դրա հետագա զարգացումներն էլ կնայենք, դա մեզ Սիրիայի Ասադի հարցը չի մեզ անհանգստացնում։ Տարածաշրջանում ինչպիսի վերադասավորումներ են լինում, նորից էլի հերթական անգամ Թուրքիան պնդում է, որ Միացյալ Նահանգների զորքերը հանի, թույլ տա, որ հանգիստ Թուրքիան կոտորի նաև քրդերին, ոնց որ առանձնապես շատ չի դիմադրում Միացյալ Նահանգները, այսինքն մեր տարածաշրջանում։ Իհարկե համառորեն կանգնած է Իսրայելի թիկունքին, Իսրայելն էլ հիմա հարվածներ է հասցնում նաև Հեզբոլային, այսինքն Լիբանանի տարածքում, Իրանն էլ քանի որ հոխորտալով պատասխանել էր Տրամպին, նաև Այաթոլլահ Խամենեին, որ եթե ինչ-որ քայլ անեք, պատասխանը կստանաք, հիմա էլ արդեն արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց իսլամական պետությունների մամեդական համախմբեք ընդդեմ Իսրայելի, այսինքն սա հարց է դնում, որ ինքը մենակ չմնա Իսրայելի դեմ, իրականում ոչ թե մենակ Իսրայելի դեմ, այլ Միացյալ Նահանգների։ Թեպետ ինչքան էլ ահաբեկչական սպառնացող ելույթներ ա ունենում Դոնալդ Տրամպը, դրան զուգահեռ մեկ էլ ասում է, ինքը ցանկություն ունի գնա պայմանավորվածության իր
նպատակը չի կռիվ սկսել, այսինքն մի հատ վախացնում է, մի հատ նորից գցում արանքում, որ եկեք պայմանավորվենք, նստենք իրար հետ հարցեր լուծենք։ Այսինքն Ասադի հետ կապված Ռուսաստանը իսկապես կանգնած է փաստի առաջ։ Հիշում ենք, որ նաև Իրանում էլ եղավ, երբ որ եղավ հեղափոխություն, նրանք էլ երբ որ արդեն Մոհամմադ Ռեզա Փեխլևին հեռացավ երկրից, գնաց Միացյալ Նահանգներ, իհարկե տարբեր երկրներով գնաց մինչև վերջում հասավ, բայց ինքը քաղցկեղ ուներ, հիվանդ էր, բայց այնուամենայնիվ նորից լցվեցին դեսպանատուն 1979 թվականի նոյեմբերի 4-ին, լցվեցին եւ ասին հետ տվեք մեր շահին, որպեսի Իրան դատենք։ Իհարկե ամերիկան լուրջ խնդիրների առաջ կանգնեց, ստիպված էր արդեն ասել, որ դուրս արի, մենք խնդիր ունենք, մանավանդ պատանդներին երկար պահեցին, հետագայում իհարկե համաձայնության եկան բաց թողեցին, բայց այդ ընթացքում, երբ որ եկավ արդեն Մոհամմեդ Ռեզա Փեխլևին, ճանապարհին ինքը Եգիպտոսում մահացավ, այնտեղ էլ թաղված է։ Այսինքն ուզեմ ասեմ, նման խնդիր էլ կա, նույնիսկ մահամերձ մարդուն ասում են տվեք, որ դատենք։ Հիմա տեսնենք Սիրիայի հետ կապված դա ինչ կառաջացնի։ Իհարկե երեք Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը, որ հարցազրույց էր տվել, դրա հետ կապված իհարկե թե ինչ ասեց, թե ինչ չասեց եւ ինչու այդպես ասեց, հերթով մի հատ դրան անդրադառնանք, որովհետեւ դրանք էլ շատ կարեւոր են, որովհետեւ ի վերջո դառնալու է նաեւ պայմանավորված, թե մեր պետությունը աշխարհի հետ հարաբերվելու ժամանակ ինչ է անում եւ ոնց է իր պատկերացումները։ Հիմա հերթով նայենք։ Նիկոլ Փաշինյան, էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա։ Այսինքն ասում խաղաղության հետ կապված ամեն ինչ պայմանավորվել ենք, էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա։ Մենք ամեն ինչ արել ենք, խնդրեմը որն է։ Այսինքն դա դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ նախորդ անգամ 44 օրյա պատերազմը, որ Ադրբեջանը սկսեց, հիմնավորում ուներ։ Այսինքն առանց հիմնավորման ինքը պատերազմ չի սկսում, ուրեմն այստեղ երկու խնդիր։ Կարա հիմնավորում չունենա, բայց սկսի, ես ինչ է այտենց հանգստացնում մարդկանց, եւ երկրորդ, ուրեմն հիմնավորում ուներ։ Այսինքն ուզում ես ասես, որ 44 օրյա պատերազմում Ադրբեջանը ճիշտ արեց, որ հարձակվեց։ Այն որ մշտապես ինքը ասում էր, որ դե պետք է պատերազմ լի, որ հանձնի, առանց պատերազմ ես ոնց կարող էի հանձնեմ, ինձ ով կթողեր ես դա անեմ։ Հիմա մարդը պարզ ասում է, Ժորժ ջան, 44 օրյա պատերազմի ժամանակ փաստորեն այդ չի ասում, բայց ուղղակիորեն դա է դուրս գալի, չէ։ 44 օրյա պատերազմի ժամանակ, որ հարձակվել էր, հիմնավորում ուներ, ուրեմն ուներ դրամայել հարձակվել է։ Այսինքն ինքը հարձակվել է, ինչ որ Իրանն էր պատկանում, վերցրել է։ Նիկոլ Փաշինյանը չէր ասում 91 թվականից Իրանն է։ Այսինքն նշանակում է ինքը դրանով նաև ապացուցում է, որ 44 օրյա պատերազմը, այո, հիմնավոր էր Ադրբեջանի, բայց դրամայել Ադրբեջանը Հայաստանին ագրեսոր համարում։ Բայց ինչ պետք է անի։ Բայց ասենց փաստաբան ունենա, անգրագետ, բայց իրան ասեն ճղող Ադրբեջանի համար, ինչի պետք է չասեն։ Շարունակությունը նայենք։ Մենք ինչ ենք զիջել։ Սկսած Լեռնային Ղարաբաղից եւ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում որպես Ադրբեջանի մաս։ Այսինքն հիմա շարունակում է ինքը համառորեն պնդել, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ի սկզբանե ճանաչել է Ադրբեջանի մաս։ Դա այդպես չի, դա հանցավոր ստախոսություն է, հանցավոր, որովհետև եթե իրանք ի սկզբանե ճանաչեին Ադրբեջանի մաս, բայց այդ բանակցություններն ինչի համար էր։ Ու նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է նորից հերթական անգամ ասի, որ 96 թվականի դեկտեմբերի 3-ին Լիսաբոնի գագաթնաժողովում ներկայացվել էր, որ պետք է Արցախը լինի Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ, բայց դա էլ չմոռանանք, միշտ էլ եղել է, որ կողմերից մեկը իսկ այս նախաձեռնությունն եղել է Ադրբեջանին, հայկական կողմը դա ապացուցել է, որ Ադրբեջանը չպայմանավորված ուղղակի բերել է, ասենց հապշտապ մտցրել է դա, տվել է բաժանել են։ Այսինքն կողմերը միշտ էլ կարող են բերել որևէ փաստաթուղթ տնեն սեղանին, որը կարող է անցնել, կարող է չանցնել։ Ադրբեջանը բերել է դա դրել է շրջանառության մեջ, ներկայացրել են, Հայաստանը վետո է դրել։ Ինչ է նշանակում, որ միջազգային հանրությունը
ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Եթե միջազգային հանրությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչեր, Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը ինչի համար էր Ադրբեջանի կազմում կլներ, թե դուրս կլներ կարգավիճակի մասին էր խոսքը։ Եթե 96 թվականից ինքը ճանաչել է Ադրբեջանի կազմում միջազգային հանրությունը, ապա այդ դեպքում դրանից հետո ինչի էր համանախագահների ինստիտուտը շարունակում գործել։ Եթե գործելու էր նրա համար, որ Ադրբեջանի կազմում Արցախի հարցը լուծեր լայն ինքնավարության համար, որին Հայաստանը չէր համաձայնվել, բայց այդ դեպքում հարցածագում 2007 թվականի նոյեմբերի 29-ին նույնիսկ մի փաստաթուղթ, որը ընդհանրապես մեր սրտով էլ չէր, որտեղ դե շատ բաներ կար նաև մեծ դեմ էր։ Մադրիդի փաստաթուղթը, որը ստորագրել է Ալիևը, որը ստորագրել է Քոչարյանը, այնտեղ ինչի մասին էր խոսքը, պլեբիսցիտի մասին էր խոսքը։ Պլեբիսցիտը, որն է շատ վատ է, որ գրած էր Լեռնային Ղարաբաղի հանրություն ասելով հասկանում ենք լղիմը, այսինքն Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, մի բան, որ ասում էր դրա հիմնադիրը ես եմ 91 թվականի սեպտեմբերի 2-ին, բա 91 թվականի սեպտեմբերի 2-ին հիմնադիրը դու էիր Ղարաբաղում, եկար Հայաստան արդեն համարեցիր, որ այդ պետությունը գոյություն չունի եւ խոսում ենք ընդամենը լղիմի մասին։ Իհարկե դա մեր շատ մեծ թերություն էր, որը սխալ էր, ի՞նչ թերություն Քոչարյանի կողմից, բայց հարցը դա չի։ Այնտեղ բովանդակության մեջ գրած էր, որ ցանկացած որոշում ընդունելի է կողմերի կողմից։ Այսինքն Արցախը կարող է իրան հռչակեր անկախ, Արցախը կարող է իրան հռչակեր Հայաստանի կազմում, Ադրբեջանի կազմում կամ Ռուսաստանի կազմում։ Այսինքն ցանկացած որոշում ընդունելի էր կողմերի կողմից։ Լավ, դրան չհասան, որ դա կատարվեր, բայց փաստը, որ Ադրբեջանը իր ստորագրությամբ, իր նախագահի ստորագրությամբ ընդունել է, որ երբ որ կանցկացվի պլեբիսցիտ, ինչ որ որոշում կկայացվի, բովանդակությունը ազատ է։ Այսինքն նույնիսկ կաշկանդված չի բովանդակությունը, թե ինչպես հարցը կձևակերպվի եւ վերջնական արդյունքը ընդունելի պետք է լինի բոլորի կողմից։ Այսինքն սահմանափակում չի եղել, որ դու կարող ես պլեբիսցիտ անցկացնել միայն Ադրբեջանի տարածքում լայն ինքնավարության կամ նեղ ինքնավարության համար։ Ոչ, դու կարող ես քվեարկել ցանկացած ձևի եւ կողմերի համար ընդունելի է։ Դրանից բացի շարունակությունը նայենք, բայց եթե այդ ամեն ինչը միջազգային հանրությունը այդպես էր ընդունում։ Բա միջազգային հանրությունը 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի ժամանակավոր ինքնակառավարման մարմինը հռչակել է Կոսովոյի անկախությունը, հանրաքվել չի արել ոնց որ Արցախն արել։ Բա ոնց դա ընդունվեց աշխարհի կողմից։ Այդ միջազգային հանրության բոլոր խաղացողները դրան չէին մասնակցում, բայց դա չէր, որ դրանից հետո 2010 թվականին նաև որ Սերբիան դիմեց միջազգային դատարան, որ ասում է, ինչ է անում, այս ոնց դրել է մի հատ իրանց որոշում է կայացրել ժամանակավոր ինքնակառավարման մարմնի, ասում անկախ ենք, տենց ոնց կլինի, դա էլ են պետություններն էլ իրան ճանաչում են։ Դրեց դատարանը որոշում կայացրեց, որ դա չի հակասում միջազգային օրենսդրությանը, այսինքն իր անկախությունը ճանաչելու ենթակա է։ Դա 2010 թվականն էր, բայց այդ դեպքում հարց է ծագում։ 100-ից ավել պետություն էլ ճանաչել է։ Այո, ՄԱԿ-ը չի ճանաչել որպես ինքնուրույն պետություն։ Հասկացանք, չի ճանաչել, որովհետև անվտանգության խորհրդի առնվազն 2 անդամ դեմ էին դրան, խորհրդային ներողություն, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Բայց դրան զուգահեռ նույն Ռուսաստանը այդ նախադեպը օգտագործել է իր համար։ Ասել է, դե որ դուք փետրվարի 17-ին ճանաչում եք Կոսովոն անկախ, ես էլ երբ որ եղավ պատերազմը վրաց օսական, դրանից հետո ես էլ օգոստոսի 26-ին նույն 2008 թվականի ճանաչում եմ Աբխազիա եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Բա որ միջազգային հանրության մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյան։ Եթե միջազգային հանրությունից եռանախագահ պետությունները Հայաստանի հետ առնչվող Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա ճանաչել են Կոսովոյի անկախությունը, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիա եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Այս ինչ է սկալի հեքիաթ պատմում հերթական անգամ, որ Արցախի հարցը այն ժամանակվանից տենց եղել, չի եղել այդ, որովհետեւ սեղանին դրվել է տարբեր փաստաթղթեր, ընդհանուր պետությունից սկսած, Մեղրիով փոխանակումից սկսած, ինչ ասեք, որ չի դրվել, ով ասե, որ դա որոշվել է կամ դա վերջնական որոշում է եղել։ Վերջնական որոշում ո՞նց է եղել։
Վերջնական որոշումը լեր կանեին ասեն մեր որոշումն է սա, էլ բանակցությունն անիմաստ է, ինչ են նորից նոր փաստաթուղթ բերեմ սեղանին։ Չէ որ դրանից հետո ուրիշ փաստաթուղթ են բերել, համարելով որ Հայաստանը դրան չի համաձայնվել։ Այնպես որ սա էլ ուղղակի ասեմ, որ որևէ ձևով չի արդարացնում իր այս հայտարարությունները։ Շարունակենք, մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Հիմա օրինակ, որ հարցերն են, որ քննարկելի են, ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը, հստակ քննարկելի հարց է։ Ինչու է քննարկելի, որովհետեւ մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ըստ էության ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք առանց սրբագրումների կամ առանց շպարի, նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք, քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել եւ արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա։ Բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումն այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումն ամփոփելով կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Սա կարևոր նրբություն է, բայց ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի է եւ օրակարգային հարց է, եւ մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Այդ որ սա հրապարակային Ադրբեջանն ասել է, որ ես դա որպես նախապայման պահանջ եմ դնում, պետք չի որոշել խուճուճ ձևով բացատրել, որ դրա կարիքը այլևս չկա։ Եթե ընդամենը մի աբզաց վերև, ես ձեզ համար կարդացի, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ի սկզբանե Արցախի հարցը լուծված էր Ադրբեջանի կազմում, բայց եթե Արցախի հարցը լուծված էր Ադրբեջանի կազմում, եւ ինքը ոչ մի նոր բան չի արել, ընդամենը ինքը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում այնպես, ինչպես Իրանից առաջ բոլորը, այնպես միջազգային հանրությունը, բայց ինչու Իրանից առաջ ԵԱԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը եղել է, հիմա անհրաժեշտությունը վերացել է, եթե ոչինչ չի փոխվել։ Փոխվել է, Փաշինյանն է փոխվել։ Այսինքն, եթե ինքը ասում է, որ քանի որ Արցախը Ադրբեջանի կազմում է, էլ Մինսկի խմբի կարիքը չկա, նույն մարդը երկու նախադասության վերև ասում է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել են ի սկզբանե 91 թվականից։ Բայց դեպքում ինչի էր Մինսկի խումբը գոյություն ուներ։ Այս սա է հարցը, որ մարդը չի հասկանում։ Վատանայը որ չի էլ հասկանում, որ չի հասկանում, չի էլ հասկանում, որ իրան չի հաջողում դիմացիներին խաբել։ Դե լավ, դե գոնե ոտանավոր գրի, կարդա, երկի, հեծանիվ քշի, գոնե գիտենք այդ բանը քմոտ այդքան էլ լավ չի ստացվում, դե դա էլ գիտենք։ Պարզապես դե գոնե ասում ենք, հա դե լավ, մի գործով զբաղվում է, բայց չի կարելի sense բաներ խոսալ, որը որ իրարամերժ բաներ նույն տեքստի մեջ։ Այո, մենք կորուստներ ենք ունեցել ենք եւ առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից։ Իհարկե, ես էլ արտահայտությունը չհասկացա անվերադարձ կյանքից զրկվելը որն է, այսինքն վերադարձվելի կյանքով էլ կա, սա ինչ արտահայտություն է, բայց լավ, ոչ չհամարենք, որ խոսքը ասել է, տենց գնացել է, բայց իմաստը լավ նայենք։ Լավ, բանը, ես ինքս ինձ հարց եմ տվել, լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները, եւ ինքս ինձ համար գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին, անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։ Հիմա հարց է ծագում։ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա։ Հայաստանը ընդեղ ուներ զորք 1, Հայաստանը համարվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը եւ Հայաստանից հանձնարարական տրվել մտնել պատերազմի մեջ։ Հայաստանը մտել է պատերազմի մեջ։ Պատերազմ չի հայտարարել Ադրբեջանին, որտեղ կռիվը Հայաստանի հետ չէր, բայց եւ մտել է պատերազմի մեջ։ Բոլոր գործողությունները կոորդինացվել է Հայաստանից։ Այսինքն մարդուն ասվել է զորքին, կանոնավոր բանակին ասվել է բացի մոբիլիզացիոն ռեսուրսները, բացի մնացածը, բացի կամավորները, որ դուք կռվում եք, որովհետև Ադրբեջանը հարձակվել է, դուք էլ պաշտպանում եք մեր հայրենիքի մի մասը, մենք հանձնառու ենք Արցախի համար կռվելու։ Այդ դեպքում հարց, մարդուն հրաման է տվել պաշտպանել Արցախը։ Հիմա ասում ես, չէ, ինքը զոհվել է ինքնիշխանության համար, որ ինքնիշխանության Արցախի, որն ասում ես գոյություն չի ունեցել, թե Հայաստանի։
Այսինքն դու նրան ասել ես, դու կռվում ես Արցախում, որ պաշտպանես Հայաստանի ինքնիշխանություն։ Դուք այդ ժամանակ այդ հանձնարարությունն եք տվել, թե 5 տարի հետո վերանայել եք, ասել եք, մի հատ խուճուճ ձևակերպում գտնենք, ասենք, ինչ հանձնարարություն այդ ժամանակ տվել եք, դա կռվել է ի պաշտպանություն Արցախի։ Հիմա ասում ես, չէ, Ժողովուրդ ջան, դու որ գնացել ես զոհվել ես, մարդը ասում է, բայց եթե դու գիտեիր, որ Արցախը հանձնացա, մեր երեխեքին ինչի տարար կոտորեցիր, պատասխան չունի։ Ասում է ոնց, բա որ չկոտորեի ով կհամաձայնվեր հանձնեի։ Ասում են հանձնեիր, գլուխդ էլ պատին տա, իր ինչ ուզում էիր աներ, մեր երեխեքի կոտորելը հաշվին պետք է հանձնեիր։ Բայց դավաճան կասեն, հեմել են ասում էլի։ Հետո տեսա, որ չի ստացվում, ասեց 25-30 հազար մեր զինվորները կարողա գերի մնային, էդ էլ տեսավ անլուրջա, զորքը կազմակերպված կարա իր հետ վերել և 25-30 հազար զորքը, որպեսի դու արգելափակեր ադրբեջանցին պատկերացնում եք ինչ ռեսուրս պետք է ունենար, այն դեպքում, երբ որ ամբողջ հետևի մասը ամբողջությամբ Հայաստանի հետ օրգանապես կապված էր, մի կետով չէր կապված, մի հատ լաչինով չէր կապված, ամբողջ գծով էր կախված, այդ թվում նաև անվտանգության գոտիներով, կապված էր Հայաստանի հետ, ոնց ուզենան կարային ասեն ու հեչ պետք չի, որ դա նորմալ ճանապարհներ, սարով, չորով, ձորով, որտեղ ուզենով կարային ասնեին, այսինքն ոչ մի պարագայում չէր կարող մեր զորքը գերի ինգնել 25-30 հազար, դա աբսուրդ է անգրագետություն է, ռազմական առումով ցանկացած մասնագետ կգտնի, ես դրա մասնագետը չեմ, ես ուղղակի լոգիկայի հետ առնչվող մարդ եմ, ցանկացած ձեզ կապացուցի, որ դա պարզ ստախոսություն է, բայց դա էլ տեսավ չի ստացում, չի անցնում, ասում է ժողովուրդ, հիշում եք, որ Ադրբեջանը 2020 թվականին հարձակվել էր, հիշում եք, որ ասում ենք զոհեր է տվել, դուք էլ ասում եք բան չենք տվել, եթե Արցախը բանը մերը չէր, ասում է չէ, Հայաստանի համար են զոհվել, ժողովուրդ ջան, հանգստացեք, ձեր երեխաները Հայաստանի համար են զոհվել, որ գնացել են Արցախում զոհ, այսինքն այս կարգի աբսուրդ եք բացատրում, ինչի վրա, համարում եք, որ այդ մարդկանց դեռ կկարողանաք խաբեք, կամ նրանց ցասումը ինչ որ մի ձևով չի պորտ կա, հա շատ դեպքեր են որոշ մարդիկ ցանկանում են այդ մարդկանց ցասումը օգտագործեն շահարկեն, որի դեպքում ոչ մեկս կողմնակից չենք, չի կարելի մարդու ցավու դարդը քաղաքականացնել եւ հանել փողոց, ասել տեսեք այսպես է, ես ինքս դրան դեմ եմ, բայց միևնույնն է դու այդ մարդու պատասխանը չես տվել, ամեն երեխա մի տան ճրակ է, պատասխանը չես տվել, հմել տենում ես էլ բան չկա, ասում ես չէ, դու գնացել ես դե զոհվել ես Հայաստանի համար, հանգիստ տեղի, այդ զոհը անտեղի չի եղել Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, Հայաստանին երաշխավոր պետք է գործընթացի համար։ Այն ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լուրջ ենք վերաբերվում, բայց մենք ունեցել ենք ժողովուրդ ջան երաշխավոր, հետո ինչ չէ տեղի ունեցել, Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Խաղաղությունն է երաշխավորը, հասկանում եք, չկա խաղաղությունից ավելի գործուն գործիք, երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիք, ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե։ Ինչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնել, ոչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն հարևանների միջավայրում ապրելու հմտություն եւ կարողություն եւ իհարկե նաեւ պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում։ Հիմա հարցը հետևյալն է, այսինքն հարևանների հետ հմուտ բանակցություն վարելով կարելի է խաղաղության հասնել, եթե հարևանը ագրեսիվ է։ Այսինքն, երբ որ Հիտլերը հարձակվեց, բոլոր հարևանները հմուտ չէին։ Մի հատ sense հմուտ Փաշինյան չկար, էլի մի հատ հետը անգրագետ մեկը չկար, որ կարողանար Հիտլերի դեմն առներ։ Երբ որ Ռուսաստանը մտնում է տարածք օկուպացնում, այդ մարդիկ հմուտ չէին։ Բա Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Բեսարաբիան վերցրեց Մոլդովան, Ֆինլանդիա մտավ, որտեղից հմուտ մարդիկ կլինեին։ Փաշինյանի պես հմուտ էս մի հոգին է։ Այդ էլ բախտա վիճակվել մեզ ժողովուրդ ջան։ Ոչ մեկը տենց հմուտ չունի, որը տենց պայմանավորվել է։ Այսինքն հիմա այսօր, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է Եվրոպայի անվտանգության համար, ես չեմ կարող երաշխավորել, Եվրոպան խառնվել է իրար, Մեծ Բրիտանիայի պես երկիրը, Ֆրանսիայի պես երկիրը,
Գերմանիայի պես երկիր էլ, բայց տեսեք ինչ հա կատարում, խառնվել են իրար, ոնց իրանց անվտանգությունը ապահովեն, ոնց կարողանան նենց անեն, որ ռազմական ծախսերն ավելացնեն, ոնց են վերանայում նորմատիվները, որպեսզի կարողանան այդ հարցերը լուծեն, որպեսզի շատ ռազմական ծախսեր անեն, ոնց է Եվրամիությունը հատուկ նորմատիվները վերանայում այն պետությունների համար, որոնք պետք է ռազմական ծախսերը ավելացնեն։ Այսօր հենց Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը արդեն ստորագրեց հրամանագիրը, որոշումը, որ այլևս վերանայեն այն նորմատիվները նայեն իրանց սահմանադրության մեջ փոփոխություն կատարեն Գերմանիայի, որպեսզի կարողանան ռազմական ծախսերի հետ կապված որոշակի բարենպաստ ֆոն ստեղծեն, կարողանան ավելի շատ ռազմական ծախսեր անել։ Այս ոչ մեկը հմուտ չի, հա երևի։ Այս ասենց մի հատ հմուտ մեկը չկա, ժողովուրդ ջան։ Այս մի հմուտներ մեզ է բաժին հասել, ժողովուրդ ջան։ Եվ մեկ էլ այս նույն մարդը տեսեք ինչա ասում։ Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի Հանրությունը, աշխարհը եւ մեր իրականությունը եւ տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևով։ Հիմա հասկանանք, էսում ա մեղադրում։ Այն որ ինքը նստել էր, հանրային ռադիոյին հարցազրույց էր տալու, ասում էր, այ հիմա մենք ճանապարհով գնում ենք, ցլերը մեկը ձախ կողմից է, մեկը աջ, ինքն է զգեստով է, կարմիր, զգեստով, բա որ ցլերը հարցակվեն իրա վրա ու չգիտեն, որ հարցակվեն ինչ կանեն, այ դրա համար բերեք սահմանադրությունը փոխենք, քանի ցլերը չեն հարցակվի։ Հետո որ ծաղրի առարկա դառավ եւ այլ, հետո ասեց չէ, սահմանադրությունը մենք մեզ համար ենք փոխում, հոցալերի համար չենք փոխում, հեչել չհարցակվեն կամ չգիտեն, որ հարցակվեն, արդյունքում ինչ կանեն։ Բա այդ ով էր այդ ցլերի օրինակը բերում։ Բա իրանցում գնացել այդ ժողովուրդն ասում էր մենք մեր հողը չենք հանձնի։ Կանգնում բա այդ ձայնագրությունը տարածած է, ասում ես եթե այդ հողը չեք հանձնի, Ադրբեջանը կմտնի պատերազմ կսկսի, կգրավի ոչ միայն դա մի բան էլ ավել, հետո դուք կգաք ինձ միտեղ հրապարակում կտեսնեք, կասեք լավ, մենք գեղացի մարդիկ ենք, չէինք հասկանում։ Բա դու այդքան ինֆորմացված ես, ինչի չէիր հասկանում, որ մենք պետք է շարունակենք կռվել։ Եթե մենք կռվենք, կպարտվենք։ Բայց այդքան ինֆորմացիա ունես, մեզ պարզ ասեիր, որ Ադրբեջանի դեմ մենք չենք կարող դեմ առնել, մենք պետք է հանձնենք։ Այդ ով էր ասում, Նիկոլ Փաշինյանը չէր ասում։ Նիկոլ Փաշինյանը չէր ասում, որ Ադրբեջանը պետք է մեզ կադաստրի վկայական տա, մենք կադաստրի վկայական չունենք, մենք պետություն ենք առանց կադաստրի վկայականի։ Ադրբեջանը չէր ասում, որ Նիկոլ Փաշինյանը չէր ասում, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունը չկարգավորենք, մեր պետականությունը կկորցնենք։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում վտանգված մեր պետականությունը, քանի մեր հարաբերությունը չենք կարգավորել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ով էր բա այդ ամեն ինչով մեր ժողովրդին ահաբեկում, ով որտեղից տեղից վերակենում մի հատ իշխանավոր ասում է, էսա պատերազմը սկսում է, էսա զորքերը սենց արեց, էսա այս բանը սենց արեց, էսա կրակեց, էսա այս արեց, էսա մեզ մեղադրեց, էսկալացիա, ցանկանում է երկրի ներսում ապակայունացնի։ Ամեն օր դուք եք դրանից խոսում։ Իսկ հիմա ավելի թարմ օրինակ բերեմ, որպեսզի առարկայականը լի։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ եւ ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող Ֆոլհային։ Ինչ ասում Արարատ Միրզոյանը։ Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի եւ ամսաթվի վերաբերյալ։ Սակայն ցավոք տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը եւ այսպես ասած ինստիտուցիոնալիզացված խաղաղության հաստատումը։ Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սակայն այն ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են։ Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել։ Փաստորեն Արարատ Միրզոյանը Բրազիլիայում որ հարցազրույց է տվել, ինքը Նիկոլ Փաշինյանի հանրային հեռուստաընկերության հարցազրույցը չի նայե, որ ինքը պետք է Ադրբեջանի մասին չխոսի, ժողովուրդ ջան, ամոթ է, այս ինչ հակապետական բաներ եք անում։ Այսինքն դու ոնց ես քեզ թույլ տալի դրսում, Բրազիլիայում գնացել ես, բողոքում ես Ադրբեջանից եւ օրակարգ ես բերում Ադրբեջանի խոսույթը, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն։ Ադրբեջանը մտածածին պատճառներ է բերում, որովհետեւ չի ցանկանում դրան գնա։ Ժողովուրդ ջան, այս է վիճակը։ Այս մարդիկ են մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները, այս խայտարակ մակարդակով։
Պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը խորհրդային միության ըստ էության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել։ Եվ բացի դա կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անել տվյալ համաձայնագրի պարտավորությունները չկատարելու համար։ Սա առաջինը։ Երկրորդը մեր սահմանադրական դատարանի, եթե չեմ սխալվում, 2024 թվականի սեպտեմբերի 21-ի որոշման արձանագրվել է, որ մեր սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Այս Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է։ Եթե ունենար սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմատի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրներն անկախության են ստանում խորհրդային հանրապետության տարածքով, չէր կարող սահմանադրական դատարանն այդ դրույթը համարել սահմանադրությանը համապատասխանող։ Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն եւ պլանավորում ենք նոր սահմանադրության ընդունման համար 2027 թվականին ընդունվել։ Հիմա հարց է ծագում։ Եթե այսքանը շատ հիմնավոր է, ինչի է Ադրբեջանը նորից որպես նախապայման դնում սահմանադրության փոփոխությունը, եթե ասում է սահմանադրությունը չփոխես, խաղաղության փաստաթուղթ չենք ստորագրելու։ Բայց ում եք բացատրում, որ սա շատ հիմնավոր է։ Եթե շատ ավելի վատ է, որ այդ ամեն ինչը հիմնավոր է եւ Ադրբեջանը չի ընդունում։ Բա հմուտ չէ Նիկոլ Փաշինյանը հարևանների հետ հարաբերություն հաստատելու հարցում։ Բա ինչի՞ չես կարողանում այն ինչ որ դու հիմա մեզ անընդհատ ասում ես, ապացուցես Ադրբեջանին, որից է կախված մեր պետականության կորուստի հարցը։ Եթե հանկարծ խաղաղության չգնանք, պետականությունը չկորցնենք։ Հիմա հասկանում եք, չէ, ամբողջ աբսուրդը դրա։ Եվ մեկ էլ ինչ էր ասում, իսկ ժամանակին ասվում էր, որ ինչ էր ասում, երբ կունենանք խաղաղություն, Եվրամիության դիտորդներին կարող ենք նեղություն չտալ կամ պակաս նեղություն տալ։ Այսինքն եվրադիտորդներն եկել են, սահմանին կանգնել են, ամեն ինչ նորմալ էր, տեսել ենք, որ իրանց կանգնելու ընթացքում շատ օգտակար է եղել մեզ համար։ Նիկոլ Փաշինյանը հստակ ասել էր, չմոռանանք, ասում էր, այնտեղ որտեղ արել ենք սահմանազատում, սահմանագծում, այնտեղ որտեղ քաշել ենք, լրիվ Պարիսպը քաշել ենք, փշալարերը, այդտեղ իմաստ չունի, որ մենք ունենանք եվրոդիտորդներ, որովհետև շատ անվտանգ է այդ տարածքները, բոլորին էլ ասում էր գնացեք այդ 11 կիլոմետր ճանապարհը տեսեք, սահմանը տեսեք, ինչ լավ վիճակում է։ Մնացած բոլոր տեղերում, քանի սահմանազատում արած չէ, պետք է եվրոդիտորդները լինեն։ Հիմա ինքը ասում է, բավական է այս թուղթը ստորագրեմ, ի սահմանազատումը կտևի 30 տարի։ Արդեն մենք կարող ենք եվրոդիտորդներից հրաժարվել, որովհետև դա Ադրբեջանի պահանջն է։ Հետո էլ կայանում վերև ասում է, բա մենք ինչ ենք զիջե։ Մոռանում է, որ ինքն է մեզ ասել, քանի սահմանազատում չկա, եվրոդիտորդները պետք է մնան։ Հիմա ինքը ասում է, պայմանագիրը ստորագրել ենք, սահմանազատում չկա, թող եվրոդիտորդները դուրս գան։ Բա սա ենք ասում, էլի Ժորժ ջան, այդ ամեն ինչը մենք գիտենք, որ Ադրբեջանը ճնշում է, դու էլ անում ես։ Հետո մենակ ճնշումն ենք մենք տեսնում, բա գայթակղելը ոչ չենք տեսնում։ Կարող է ասում ես, լավ, թող մի հատ ճնշի, որպեսզի մերոնք պատերազմից վախենան, ես կարողանամ զիջումների գնամ։ Իսկ թե հետո իրար հետ ոչ հրապարակային ինչ եք պայմանավորվում, այդ արդեն հո մենք չգիտենք։ Ինչ է ասում Փաշինյանը, եթե մենք հիմա փուլ հետ հայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Կիրանց ոսկեպար հատվածում սահմանազատումից բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ եւ ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը իմ հանձնարարությամբ անվտանգության խորհրդի տանում են այդ մարդկանց ցույց են տալիս։ Բայց ասում էլի, որ դրա համար հիմա այս ամեն ինչի հետ կապված ինչի ենք ասում, Ժողովուրդ ջան, որ այդ ինչ որ հիմա ինքը ասում է եւ այդ վերև հենց ասեցի, Կիրանցում տանենք ցույց տանք, ինքը ասում է դա անվտանգ է, գնացեք բոլորը տեսեք։ Եվ հետո, երբ որ անընդհատ հենց որ իրանք սենց ասում են անընդհատ զիջումների ա գնում, ասում ենք Ժողովուրդ ջան, ճանապարհը զիջումների գնալը չի, լուծումը դա չի, ասում են պատերազմ եք ուզում, ոչ, պատերազմ չենք ուզում, Ժողովուրդ ջան։ Այն ինչ որ հրապարակային ասել ենք, մարդկանց հանգիստ կարող ենք անել եւ ցույց տալ, ինչ ենք ասել։ Բացարձակ պատերազմի մասին խոսքը չի եղել։ Մենք եղել է պատերազմը, այդ պատերազմում մենք հաղթել ենք առաջ Արցախյան պատերազմում, այսինքն մենք շատ հանգիստ խոսել ենք քաղաքակիրթ աշխարհի հետ կապված նորմալ հարաբերվելուց։
Պայմանականորեն ես կարամ ասեմ այն օրինակը, որը ես եմ ասել, հանրությանը, որը կարամ հանգիստ հանեմ ես ցույց տամ։ Ասել ենք ինչա, հաղթել ենք, չէ՞։ Հարավկովկասյան 3 երկրները թող լինեն նույն ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթում։ Աշխարհը այսպես թե այնպես մեզ այդպես էլ ընկալում է։ Չի նայ մեկը քրիստոնյա է, մեկը մահմեդական է։ Ոնց որ հիմա Լիտվա, Լատվիա, Էստոնիա, իրանք Մերձբալթյան 3 հանրապետությունը, նրանց մեջ էլ բավական տարբերություններ կա, բայց իրանք դա դիտարկում են որպես մեկ ամբողջություն, մեկ ռեգիոն։ Չնայած պատմական առումով էլ շատ տարբերություններ կա։ Հա, բայց ի վերջո հիմա մենք ասում ենք Հարավկովկասյան 3 երկրները, եթե լինեին նոր ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթում, մենք շատ ավելի նորմալ ու անվտանգ կլինենք։ Մենք ինչ ենք ասել։ Ասել ենք օրինակն է պարզ բերել ենք։ Ստրասբուրգի օրինակը մշտապես բերում ենք, որ Եվրոպային հասկանալի լինի։ Արդեն մարդիկ արդեն գիտեին անգիրարած, ասում են, այս Ստրասբուրգի օրինակը կբերենք։ Իսկ խոսքը ինչին էր վերաբերվում։ Ստրասբուրգը, Էլզասը, Լոթարինգիան եղել է Ֆրանսիայի կազմում։ Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ 1870-71 թվականին ֆրանսիացիք պարտվեցին, անցավ Գերմանիային։ Հետո առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ եղավ, պարտվելուց հետո Գերմանիան անցավ Ֆրանսիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան եկավ օկուպացրեց Ֆրանսիան, պարզա անցավ Գերմանիային։ Պատերազմի ավարտից հետո Էլզասն ու Լոթարինգիան անցավ Ֆրանսիային։ Բայց դա հիմա դարձել է, ասենք, Ստրասբուրգը որպես եվրոպական մայրաքաղաքներից մեկը, կապող քաղաք ամբողջ Եվրոպայի համար։ Եվ ֆրանսիացիներն էլ, գերմանացիներն էլ հանգիստ գնում են այնտեղ իրանց համար հավեսով ֆրֆռում են։ Ով է նրանց արգելում, որ նույն գերմանացին նույն ձևի Ստրասբուրգ գնում դուրս է գալիս, որտեղ սահմաններ չկա իրանց մեջ։ Քանի Էլզասը մեր ձեռն էր, ի նկատի ունեմ Արցախը, մենք մեզ ճղում էինք, ասում ենք, մենք խոսում ենք քաղաքակրթական արժեքների մասին, մենք խոսում ենք, եկեք իրար հետ գնանք ապագա եվրոպական արժեքներից խոսենք, ճանապարհները կբացվի, դուք էլ կգնաք Արցախ, մենք էլ կգնանք, ինչ կապ ունի, որ փաստաթղթով Հայաստանի կազմումը կամ անկախա։ Բացում ենք սահմանները, բոլորը շփվում ենք։ Քանի պատերազմը մենք էինք հաղթել, մենք դա էինք առաջարկում, ինչի մենք պատերազմ էինք առաջարկում։ Քանի օրինակ ենք բերում ու ասում ենք, որ Հայաստանում առաջի Արցախյան պատերազմն ա եղել, բայց այդ ժամանակ ադրբեջանցիների գերեզմանները, որոնք Հայաստանում ապրել են, նրանց գերեզմանները մերոնք չեն վերացրել։ Նույնիսկ ծնող բանը երեխա կորսրածը չի գնացել վերացել, որտեղ մեր կռիվը գերեզմանների հետ չի։ Իսկ Ադրբեջանը հայկական գերեզմանները վերացրել է նոր ջուղայից սկսած մինչև բոլոր տեղերը։ Մենք էս ենք առաջարկել, ասել ենք ուզում ենք քաղաքակիրթ ընտանիքի անդամ լինենք։ Մենք ձեզ սա ենք առաջարկում, դուք մեզ ինչ եք առաջարկում, ոչնչացնել, վերացնել, լա ձեր գրքերը նայեք։ Այսինքն մենք այդ արժեքներն ենք, չէ՞ փորձել մարդը բացատրել, որ քանի հաղթողը մենք ենք, մենք խոսել ենք, որ առավել ևս ՀԱՊԿ-ի անդամ չէր Ադրբեջանը, ՀԱՊԿ-ի անդամ չէր Վրաստանը, մենք էլ ՀԱՊԿ-ի անդամ էինք, կարենք մենք էլ չլնեինք։ Ինչ է խանգարում, որ ընդհանրապես նոր ռազմաքաղաքական տիրույթում ելնենք։ Տնտեսական տիրույթում իրանք երկուսն էլ ՎԱՄ-ի անդամ էին։ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, եւ իրանք ինչ էին դրել տնտեսական տիրույթի անունը, հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման։ Մենք էլ կարող ենք շատ հանգիստ դրա մեջ ելնել, որպես միջանկյալ, որ Եվրոպային ասենք մենք էլ ենք ու գործընկերը, եւ շարունակել գնալ դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ գործընկերություն, որի մասին պարբերաբար խոսել ենք։ Այսինքն ով է ասել, որ մենք պատերազմից էինք խոսում։ Ընդհակառակը մեզ ասել են եվրոպական երկրները նայեք, բոլորն էլ իրար կերել են, իրար նկատմամբ տարածքային պրետենզիա ունեն, բայց քանի որ ունեն ընդհանուր ապագա, այդ ընդհանուր ապագայի պարագայում իրանք լավ էլ իր այդ բարեկամ եղբայրական ապրում են։ Գերմանացին ու լեհը լավ էլ իր այդ հանգիստ ապրում են, ինչա իրար չեն կոտորել, համակենտրոնացման ճամբարներ չի բացել Գերմանիան Լեհաստանում, ով չի տեսել։ Դա բայց ունեն ընդհանուր ապագա, դրա մասին ենք ասել։ Մենք էլ ասել ենք ունենանք ընդհանուր ապագա, էական չի լինի Արցախում տարածքում, քանի մեր ձեռներ։ Իսկ ինչ արեցին, ակլորացան էս արին Ադրբեջանը զինվեց, վերջի արդյունքը տեսակ։ Հիմա էլ մեզ շանտաժեն ան, դուք պատերազմ եք ուզում, չէ, այն ինչ որ մենք ուզում ենք, փաստաթղթավորված ներկայացված է։ Վերցրեք ու նայեք, պարբերաբար էլ հիշացնում ենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։